Այս ռազմական օդանավը Մարտինսի Սուպեր Հերկուլեսը մեր երկնքով է անցել Ալժիրի ռազմաօդային ուժերի ինքնաթիռը նախորդ ամիս եկել է Թուրքիա, հետո Անկարայից Հայաստանի օդային տարածքով ուղղություն վերցրել դեպի Բաքու, Ադրբեջանից հետ Ալժիր վերադարձել դարձյալ կտրելով հայկական օդը։ Ըստ մեր երկրի արտաքին քաղաքական գերատեսչության տեղեկությունների, ռազմական օդանավը տարածաշրջանում վեր ու վար է արել, գնացել եկել դիվանագիտական նպատակներով։ Հայաստանի օդային տարածքով Բուֆարիկ-Բաքու երթուղով C-130J օդանավի թռիչքը համաձայն իրականացվող կողմի տրամադրած տեղեկության կայացել է դիվանագիտական նպատակներով։ Այն, որ զին օդանավերով դիվանագետները թռչում են, հարցեր լուծելու գնում գալիս, հաստատում է ռազմական պատմաբանը, ասում է այո, նաև նրանք կարող են այս ինքնաթիռներ բարձրանալ, այնուամենայնիվ ոչ միայնակ, վերապահում ունի քաղաքագիտության դոկտորը։ Սովորաբար ռազմանավ օդանավերով զինվորականներն են ուղևորվում։ Ալժիրից չեմ կարծում զինվորականներ են եկել Ադրբեջան։ Ըստ երևույթին դա կարող է լինել զենքի, զինամթերքի տեղափոխման այս կողմից այն կողմ կամ այն կողմից հակառակ կողմ ուղղությամբ կամ երկու կողմից էլ։ Սա նրան կարող էր մի բան բերել, նրան կարող էր մի ուրիշ բան տալ։ Սա, այսպես ասենք, նորմալ ենթադրություններ են։ Սովորաբար դա է, ուրիշ չպետք է լինի։ Վերջին 3 ամսվա ընթացքում այս էլ երկրորդ անգամ էր դեպի Բաքու մեր երկնակամարով ռազմական օդանավ թռչում։ Առաջինը անցած դեկտեմբերի սկզբին էր ինքնաթիռը Եգիպտոսից, եկել էր նույն օրը հետ դարձել, կրկին ճանապարհը հարթելով Հայաստանի օդային տարածքով։ Ընդ որում Կահիրեի օդուժի մեկ այլ ինքնաթիռ էլ նախորդ տարվա գարնանը մեր երկրով Ղրղզստան էր գնացել, բայց ընթացքում դարձյալ վայրեջք կատարելով Ադրբեջանում։ Այդ ժամանակ էլ արտգործնախարարությունից լրատվամիջոցներին հայտնել են, թե առաջինի դեպքում թռիչքն իրականացրած օդանավն ուղևորատար է եղել, տեղափոխելով մասնավոր այցով Ադրբեջան մեկնող բարձրաստիճան պաշտոնյայի, մյուս չվերթի մասով էլ տեղեկացրել, որ թռիչքն իրականացրել են զորավարժությունների մասնակցելու նպատակով, սակայն համացանցում մինչև այս պահը տեղեկություն չկա 2025-ին Ղրղզստանում անցկացված որևէ զորավարժության մասին, որին եգիպտացի զինվորականներ են մասնակցել։ Շատ ինքնաթիռներ են Ադրբեջան վայրեջք կատարում ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ տարբեր երկրներից, այդ թվում ՆԱՏՕ-ի անդամ երկրներից եւ հաճախ մենք իմանում ենք, որ տեղափոխել են զենք, զինամթերք։ Եթե Ալժիրը զենք է տվել, ում դեմ էլ պետք լինի օգտագործվի, բայց Ալժիրը հաստատ զենք չի տա Իրանի դեմ օգտագործելու համար։ Հանրահայտ է աշխարհի բաց աչքին խաղաղություն խաղացող Ալիևը զինվում է մինչև ատամները, լցնում ռազմապահեստը, անգամներով ավելացնում այս ոլորտի բյուջեն, բայց Հարավային Կովկասում չպարզած հարցերն ավելի շատ են հենց մեզ հետ, որ նաև խաղաղության են իբր թե ձգտում, եւ փորձագետն ասում է, Բաքվում պատրաստվում են հնարավոր բոլոր տեսակի զարգացումներին։ Ում դեմ ուզի նրա դեմ էլ կօգտագործի։ Բոլոր ճակատներն էլ Ադրբեջանի այսօր կիսաքնած վիճակում են, եւ իրանական ճակատը, եւ հայկական ճակատը եւ ինչ որտեղ ռուսական ճակատը։ Այս 3 ճակատներն էլ բավական վտանգավոր են Ադրբեջանում։ Եվ վաղը մյուսը ամեն ինչ կարող է լինել եւ նրան էլ կարող են դրդել, որպեսզի այս կամ այն ուղղությամբ գործողություններ սկսի։ Մենք էլ միշտ կանք որպես թիրախ Ադրբեջանի համար։ Ամենահարմար պահին մեզ հարվածելու է։ Չնայելով ոչ մի թղթի ստորագրության։ Իդեպ, օրերս համացանցում դարձյալ տարածվել էր Ալիևի խոսքը, թե Հայաստանի օդային տարածքն Ադրբեջանն օգտագործում է առանց մեր թույլտվության, քանի որ դա միջազգային ավիացիոն համաձայնագրերով իրենց իրավունքն է։ Սա նոր հայտարարություն չէ, դեռ 2022-ին է այս պնդումն արել Բաքվի բռնապետը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։